Սիրելի հայրենակիցներ, Տեր Հիսուսով բոլորիդ ողջունում ենք։ Անշուշտ դուք գիտեք, որ հայտնության հաղորդաշարի բուն առաքելությունը Տեր Հիսուսի կատարած փրկagorությունը մեր ժողովրդին հասցնելն է։ Աստվածային այն մեծ սերը, որ հայտնվեց 2000 տարի առաջ, Աստված մարմնով հայտնվեց երկրի վրա։ Երկինք ու երկիր ստեղծող Աստված մարմնացավ, մարդացավ, եկավ, սահմանափակվեց մարմնի մեջ, որպեսզի փրկagorություն կատարի։ Եվ այն էլ ինչ փրկagorություն։ Տեր Հիսուս անարգ մահվան խաչը հանձ առավ, որտև դա մեղավորի տեղն էր, իմ եւ ձեր տեղն էր, բայց Հիսուս այդ բանը մեզ համար կատարեց։ Մեր մեղքերը վերցրեց իր վրա, ինքը մեղավոր սեպվեց եւ մահվան դատապարտվեց, սակայն փառք Աստծո, Հիսուս երրորդ օրը մեռելների ցարություն առավ։ Հիսուս հավիտյանս հավիտենից կենդանի է եւ այս փրկagorությամբ մարդկությանը հայտնվեց Աստծո սերը։ Միջև այդ որևէ մեկը Աստծուն չէր տեսել եւ գրված է մեկը Աստծուն չի կարող տեսնել եւ ապրել, որովհետեւ Աստված հոգի է, բայց Աստված մարմնով հայտնվեց եւ Հիսուսի մեջ Աստվածության ամբողջ լեցունությունը կար։ Եվ Տեր Հիսուս հաճախ ասում էր. եթե ինձ չեք հավատում, գոնե իմ կատարած գործերից նայեցեք ու հավատացեք։ Եվ Հիսուսի աստվածությունը մենք տեսնում ենք շատ ու շատ պարագաների մեջ։ Այն, որ ինքը 4 օրվա մեռելին հարություն տվեց, այն, որ մորից կույր ծնվածներին տեսողություն պարգևեց, այնպիսի հրաշքներ կատարեց, որ սորական մարդը կարող չէ կատարելու։ Եվ Աստված իրապես իր սերը ցույց տվեց, իր միածին որդուն թույլ տվեց, որ մարդիկ խաչ անեն։ Հիսուս հոժարությամբ, ուրախությամբ այդ խաչը ընդունեց, որովհետև ինքը գիտեր իր առջև մի մեծ փրկagorություն կա եւ դա ամբողջ մարդկության փրկagorությունն էր։ Ուրեմն մեղավոր մարդու համար մեծ գին վճարվեց եւ սա Տեր Հիսուսի թանկագին արյունն էր, որպիսի հավատացողները իրենց մեղքերից ազատվելով հավիտենական կյանք ունենան։ Մեծ գին վճարվեց եւ Աստծուց պահանջածն էլ սա է, որ մարդը հավատա այս կատարված իրողությանը եւ ինքը ընդունի իր մեղավոր լինելը եւ փրկությունը ժառանգի։ Աստված սեր է, Աստված կատարյալ սեր է, համակ սեր է, նրա սերը անշահախնդիր է, նրա սերը չափ ու սահման չունի, բայց մյուս կողմից նաեւ Աստված անսահման արդար է։ Աստված կյանքի ամբողջ ընթացքում իր սերը հայտնում է եւ սպասում է, որ մարդը իրեն դառնա, իր ճանապարհներից դառնա եւ ընդունի Հիսուս Քրիստոսը։ Բայց երբ որ մարդիկ այս բանը մերժում են, Աստծո արդար դատաստանն է, որ մարդուն հասնում է։ Սերներ, այսօր մեր խորհրդածության նյութը պիտի լինի Աստծո բարկությունը։ Այո, Աստված սեր է, բայց իբրև իր արդար լինելու արդյունք նաև գոյություն ունի իր բարկությունը։ Եվ հիմա Պարքև եղբորի հետ միասին այդ նյութի մասին պիտի խոսենք, խնդրեմ եղբայր։ Վարդան եղբայր, արդար լինելը Աստծո հիմնական բնութագրերից մեկն է։ Անբաժանելի մասն է դրանից։ Ինչպես նաև սեր, այն որ Աստծո բնույթը նաև սեր է։ Եվ մի քանի տեղ Աստվածաշնչում ոչ թե մի քանի տեղ, այլ շատ տեղեր կա, որ անընդհատ նշվում է, որ Աստված արդար է, Աստված արդար է։ Եվ այդ արդարությունը Աստծո պահպանվում է ամեն տեղ եւ ամեն ինչում, թե Աստծո բարկության մեջ եւ թե Աստծո սիրո մեջ։ Օրինակ օրինաց 32:4-ում Մովսես Աստծո մասին ասում է, որ Աստված հավատարիմ է եւ արդար եւ ուղիղ է։ Այնպես որ ինչպիսին էլ որ կարդանք Աստվածաշնչի մեջ եղած իրադարձությունների մասին, միշտ պետք է հիշենք, որ Աստված արդար է։ Սակայն այդ արդարությունը իր հետ նաև առաջ է բերում բարկություն բոլոր նրանց վրա, ովքեր անհնազանդ են, ովքեր չեն հնազանդում ավետարանի բերած բարի լուրին, եւ նրանք, ովքեր չեն հնազանդվում, նրանց համար ավետարան ունի նաև բոտ, ունի վատ լուր ունի։ Եվ սարսափելի վատ լուր ունի բոլոր նրանց համար, ովքեր չպիտի Հիսուս Քրիստոսի արյուն ունենան իրենց վրա։
Այդ պատճառով էլ իրոք Աստծո բարկության թեման շատ կարևոր է, քանի որ եթե Հիսուսը քո Տերը չէ, ուրեմն Աստծո հնարավոր ամբողջ բարկությունը այդ մարդու վրա է, որը չի ընդունել Հիսուս Քրիստոսին։ Այդ պատճառով իրոք կարևոր թեմա է սա։ Աստվածաշնչում միշտ չէ, որ ասվում է, որ այս կամ այն դրվագում Աստված բարկացավ։ Սակայն մենք դատենում ենք այն դատաստաններից, որ Աստված անում է ըմբոստ հրեշտակներին, մարդկանց, քաղաքներին կամ ժողովուրդներին։ Օրինակ, երբ Ադամը անհնազանդ եղավ Աստծուն Եդեմական պարտեզում, գրված չէ, որ Աստված բարկացավ, սակայն Աստված դատաստան արեց վռնդելով Ադամին եւ Եվային Եդեմական պարտեզից, դրանով մենք տեսնում ենք, որ Աստված բարկացավ։ Հարցը, որ նա տվեց Ծննդոց 3:13-ում Եվային, այս ինչ է քո արածը։ Աստված չէր ասում, որպեսզի իմանար, թե Եվան ինչ է արել։ Որովհետև գիտեր Աստված ինչ է կատար։ Բարկացած Աստված հարցեց, «Այս ինչ է քո արածը»։ Եվ այդ օրվանից սկսած, երբ Ադամը եւ Եվան դուրս եկան Եդեմական պարտեզից, ամբողջ ադամական սերունդը գտնվում է Աստծո բարկության տակ։ Այն բարկությունը, որ Աստված դրեց Ադամի վրա Եդեմական պարտեզում անհնազանդության հետևանքով, այդ նույն բարկությունը կա բոլոր մարդկանց վրա, ովքեր ծնվում եւ աշխարհ են գալիս։ Եթե Ադամն ու Եվան սերունդ թողեին մինչև անհնազանդությունը, ապա կծնվեր անմեղ սերունդ։ Երբեք այդ բարկությունը չէր լինի Ադամի սերունդների վրա, ինչպես որ հիմա է։ Հիմա որոշ հերոստատիտողներ գուցե հարցնեն, թե լավ, ես ինչ մեղք ունեմ, եթե Ադամը մեղք գործեց, բարկություն վերցրեց իր վրա, ես ինչի պիտի բարկության տակ ծնվեմ։ Թող ինքն էլ պատասխան տա, ինքը գործեց, թող պատասխան տա։ Այո։ Բայց հարցը նրանումն է, որ գենը Աստծո ստեղծած ամենաբարդ մոլեկուլն է եւ ամենաերկար մոլեկուլը։ Եվ իր վրա կարող է պահել անսահման քանակությամբ ինֆորմացիա։ Եվ ինչ որ մենք անում ենք, ինչ որ մտածում, զգում կամ ապրում ենք, ինչ որ կերպ իր ազդեցությունը թողում այդ գեների վրա, որոնք հետո անցնում են մեր սերունդներին։ Հիմա այդ պատճառով էլ անհնազանդությունը Աստծուն անցավ նաև Ադամի սերունդներին։ Եվ այսպես թե այնպես բոլորը ծնվում են Աստծուն անհնազանդ եւ Ադամի վրա եղած բարկությունը նրանց հետ գալիս է նրանց ծնունդով, հետագայում իհարկե նրանք նաեւ մեղքեր գործելով արդեն իրենք եւս բարկությունը ոնց որ առարկայացնում են այդ բարկությունը, ավելի առարկայացնում են։ Եվ շատ հետաքրքիր է ասում Եփեսացիս 2:3-ում Պողոս առաքյալը բնությամբ բարկության որդիներ էինք ինչպես բոլորը։ Այսինքն բոլորին Աստված բոլոր մարդկությանը Պողոս առաքյալը տեսնում է Աստծո բարկության տակ։ Եվ ինչ կարևոր պահ կա այդտեղ բնությամբ, այսինքն ծնունդով, ոչ թե երկար կյանքի մի հասակի հասար, այնտեղից սկսվեց այդ բարկությունը, այլ բնությամբ։ Եվ ամբողջ խնդիրն այն է, թե ինչպես ազատվել Աստծո բարկությունից։ Քանի որ Աստծո բարկությունը դա դժոխք է, դա հավիտենական կորուստ է։ Եվ ոչ մի ճար չունեինք ազատվելու մենք Աստծո բարկությունից։ Ոչ մեկ բոլոր ծնվածները ոչ մի շանս չեն ունեցել իրենք կարողանան ազատվել Աստծո բարկությունից։ Եվ քանի որ Աստված արդար է, նշանակում է մեղավորի համար նեղավորի վրա պիտի դատաստան անի։ Մեղքն ինքնին ընդամենը գաղափար է, որպեսզի մեղքի վրա դատաստան տեսնես։ Հետևաբար Աստված դատաստան է տեսնում բոլոր նրանց համար, ովքեր հաղորդ են լինում մեղքին, ովքեր ինչ որ կերպ հարիր են լինում մեղքին։ Հիմա քանի որ մենք մեղքով արդեն ծնվում ենք, նշանակում է մենք արժանի ենք դատաստանի, արժանի ենք հավիտյան կորստյան։ Այդ պատճառով էլ Աստված ստեղծեց գտավ այն միակ միջոցը, որով հնարավոր էր փրկել իր ստեղծած, բայց ապստամբ մարդուն։ Հնարավոր եղավ փրկել մարդը, որը բնությամբ բարկության տակ էր եւ մեղավոր էր։ Ինչպես աշխարհ եկավ իր որդին եւ այդ ամբողջ բարկությունը, որ կար մարդու վրա, վերցրեց իր վրա։ Այո։ Իր վրա վերցրեց այդ ամբողջ բարկությունը, որ իր վրա կար, քո վրա կար, նրա վրա կար, իր վրա վերցրեց եւ մեռավ խաչի վրա։ Եվ մեզանից ով հավատա, որ Հիսուսը մեռավ իր փոխարեն, Աստծո բարկության տակից դուրս է գալիս։ Սա հրաշք է։
Սա մեր մտքից վեր մի բան էր, որ Աստված կատարեց, ինքը մարդացավ, ինքը մեռավ, որպեսզի իր ստեղծվածը ապրի։ Եվ Աստծո բարգությունը աշխարհ եկավ դերևս Ադամի շատ առաջ, երբ Սադայելը կամ Արուսյակը առաջին անգամ ապստամբեց Աստծո դեմ։ Այն պահից, երբ Սադայել հրեշտակապետն ապստամբեց Աստծո դեմ, այդ պահից Աստծո բարգությունը ի հայտ եկավ։ Եվ քանի որ հրեշտակը կատարյալ էր, Սադայել հրեշտակը կատարյալ էր ստեղծված, սակայն ստեղծված էր նա, ստեղծված լինելով հանդերձ նա ցանկացավ լինել Աստծո տեղ։ Եվ սա ազատ կամք ուներ։ Ազատ կամք ուներ, եւ սա արդեն Աստծո բարկանալու առիթ էր։ Սա եղավ առաջին անգամ Աստված բարկացավ, երբ Սադայելն ապստամբեց։ Եվ երբ վերջին դատաստանը լինի, ճերմակ աթոռից հետո, երբ բոլոր դևերը, սատանաները եւ նրանց հետևող մարդիկ պիտի փակվեն դժոխքում, Աստծո բարկությունը արդեն կդադարի ինչ որ կերպ գոյություն ունենալուց, երևալուց ավելի ճիշտ, քանի որ չեն լինի նաև մեղք գործողները, մեղքը կդադարի գոյություն ունենալուց, եւ քանի որ Աստծո բարկությունը միայն մեղքի պատճառով է, հետեւաբար այն սուրբ է, Աստված երբեք մեր պես չի բարկանում, փոքր աննշան առիթներով, եւ երբ բարկության մասին ենք խոսում, մեր աչքի առջև գալիս է գորգրացող ինչ որ մեկը, որը կարող է այնպեսի բաներ անել կամ ասել, որոնց համար հետո զղջա։ Աստված այդպիսի բաներ չունի, նա միշտ արդար է եւ երբեք նա չի զղջում այն ամենը, ինչ որ ինքն ասում է կամ անում է։ Նաումի մարգարեության մեջ այսպիսի համար կա, առաջ գլուխ 6-րդ համարը։ Աստծո ցասումի առջև ով կարող է կանգնել։ Եվ նրա սաստիկ բարգությանը ով կարող է դեմ դնել։ Նրա սրտմտությունը կրակի պես կթափի ու ապառաժները նրանից կխորտակվեն։ Սա ցույց է տալիս, թե ինչքան Աստված էմոցիոնալ է, զգացմունքային է իր բարկությունն արտահայտելուց։ Եվ Եբրայեցիս 10:3-ում ասում է, Առաքելն ասում է, սարսափելի բան է կենթանի Աստծո ձեռքն ընկնելը։ Այո։ Որը բարձրապես նշանակում է բարկացած Աստծո ձեռքն ընկնելը։ Սարսափելի բան է։ Այո։ Եվ այսօր Աստված բարկացած է մեղավոր մարդկության վրա։ Բարկացած է, որովհետև Աստված իր որդուն զոհեց, որպեսզի այդ զոհը ընդունվի մարդկության կողմից, երբ որ մարդիկ այն մերժում են, այլևս Աստծուն ինչ է մնում։ Բարկություն։ Եվ Հռոմեացիս 1:18 համայից հետևյալն է ասում. Քանզի Աստծո բարկությունը երկնքեն կհայտնվի մարդոց բոլոր անբարիշտության եւ անիրավության վրա, որոնք ճշմարտությունը անիրավությամբ բռնել են։ Մենք իրենք ճշմարտությունը Քրիստոս է, բայց իրենք այդ ճշմարտությունը բռնելու փոխարեն անիրավության են գնացել եւ Աստծո բարկությունը նրանց վրա է գալիս։ Վասն ինչ որ Աստծո մասին պետք է իմանալ, իրենց մեջ հայտնի է։ Որովհետեւ Աստված մարդու մեջ հավիտենականությունը ճանաչելու փափագը դրել է։ Ժողովողի 3:11 համարի մեջ այդպես է ասում։ Աստված մարդու մեջ գալիքը ճանաչելու փափագը դրել է։ Բայց կա ճշմարիտ ճանապարհը։ Եվ գրված է մեկը հորմոտ չի գա, եթե ոչ Քրիստոսով։ Այսօր շատերը կան, որ իրենք հավակնում են, որ Աստվածապաշտ են, բայց Աստվածապաշտ են ինչ ձևով, իրենց ուզած ձևով։ Կայենի ինքնահնար կրոնի նման, ինչպես ինքը ուզեցավ, թե Աստծո ուզածի պես։ Այսօր ինչպես սկզբում նշեցի, միլիարդավոր մարդիկ այլ կրոնների են հետևում։ Այդ կրոնին հետևելով նրանք Աստված հաճեցնում են արդյոք։ Քավլիցի ոչ երբեք, որովհետև իրենք Աստծո բարկության թիրախն են, որովհետև այն միածինը, որ զոհվեց իրենց համար, նրանք չեն ընդունում։ Եվ Հռոմեացիս 1:21-ում գրում է առաքյալը, թե իրենք ճանաչում էին Աստծուն, բայց Աստծո պես չփառավորեցին կամ շնորհակալ չեղան։ Այնպիսի մեծ առիթ Աստծո համար, բարկության առիթ, որ նրանք սխալ են մոտենում Աստծուն, սխալ կերպ են մոտենում Աստծուն, ոչ այնպես ինչպես Աստված է ուզում, որ մոտենան իրեն։ Ուրեմն փաստորեն մենք բարքև եղբայր նշեցինք, որ ամենամեծ բարկությունը Աստծո գալիս է մեղավորի վրա մեղքի համար,
Եվ այդ մեղքից ազատվելու միջոց Քրիստոսը նրան չընդունելու համար եւ նաեւ բոլոր նրանց համար ովքեր այսօր ճշմարիտ Աստծուն իմանալով այնպես չեն փառավորում, չեն ընդունում նրան եւ Աստծո բարգությունը նրանց վրա է գալիս։ Եվ շատերը խափնված վիճակում են պարզապես։ Լսել են Աստծո սիրո մասին եւ այսպես են մտածում, թե եթե Աստված սեր է, ապա ինչ էլ անենք, մեկ է սեր է, նա պիտի ների մեզ։ Այո։ Եթե պիտի ների, նշանակում է դժոխք գոյություն չունի եւ այսպես իրանց համար իրենց հանգստացնելով ապրում են, մնալով Աստծո բարգության տակ։ Եվ երբ հասկանան, որ Աստծո բարգությունն իրենց վրա է, արդեն շատ ուշ է լինելու, արդեն կանգնած են լինելու ջերմակ աթոռի առջև դատվելու։ Անշուշտ Աստվածաշունչը Աստծո սերն է ներկայացնում, բայց միաժամանակ գրված է նաև նրա արդարության մասին, բարգության մասին, որքան որ դրախտի մասին է գրված, դժոխքի մասին էլ է գրված։ Այնպես որ մենք որևէ ձևով այս պահին անհանգիստ չենք, որ այս նյութի մասին խոսում ենք, որովհետև հասկանում ենք, սիրելի հայրենակիցներ, սա էլ կարևոր է իմանալու։ Իրապես ոմանց համար Աստված միայն սեր է, եթե սերը իրենք այնպես ինչպես ուզենան կապրեն, ի վերջո Աստված սեր է, իրենց որևէ բան չկա, բայց Աստված նաև արդար է, իր արդարության իբրև հետևանք պիտի լինի դատաստանը, եւ այսպես են կարդում Երկրորդ Թեսաղոնիկեցիս առաջի գլուխ 7 համարի մեջ։ Երբ Տեր Հիսուս երկնքից հայտնվի իր զորավոր հրեշտակներով, ինչ պիտի անի, հենց այնպես պիտի գա այցելի, բորբոքած կրակով վրեժ առնելու նրանցից, որ Աստծուն չեն ճանաչում եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի ավետանին չեն հնազանդվում։ Եվ սա այն ամենամեծ մեղքն է, որ մարդ կարող է ունենալ։ Եվ Աստված հենց սրա համար է դատում, հենց սրա համար է բարկացած։ Նախ եւ առաջ սրա համար, որ իր որդուն տվեց, բայց դու չընդունեցիր։ Այո, այսօր Աստծո ճշմարիտ խոսքը կա եւ քարոզվում է ու ասում է. ով մարդ դու մեղավոր ես, փրկիչի պետք ունես։ Այդ փրկիչը որևէ մեկ սուրբ չէ, որևէ հրեշտակ չէ, այլ միայն ինքը Տերերի Տերը, Հիսուս Քրիստոս է։ Եվ շարունակություն է, որոնք պիտի պատժվեն հավիտենական ավերումով եւ պիտի վտարվեն Տիրոջ երեսեն եւ անոր զորության փառքեն։ Շատ սարսափելի խոսքեր են։ Ուղղակի եթե որևէ մեկը պատկերացնի ինչ է նշանակում Աստծոց հեռացած եւ նրա բարգության ու ցասումի առարկա լինել, սարսափելի մի բան է։ Եվ դա անժամկետ է։ Այո, անժամկետ է լինելու։ Այո, որքան որ հավիտենականությունը անժամկետ է, նաև դատաստանը, դատապարտությունն էլ անժամկետ է, եւ եթե Աստված Քրիստոսով արդարացածների համար դրախտը երրորդ երկինքն է պատրաստել, նաև նրանք ովքեր որ Աստծո բարգության թիրախն են, նրանց համար պատրաստված է դժոխքը եւ ծծումբով այրված կրակի լիճը, որ Աստված դա մարդու համար չստեղծեց, դա ստեղծված էր սատանայի եւ իր չար հրեշտակների համար, բայց մարդը իր ազատ կամքով ինքը ընտրություն է անում այնտեղ գնալու։ Եվ այդ դատաստանները Աստծո տարբեր են լինում եւ սկսվում են այստեղից Աստծո դատաստանները։ Միայն այդ վերջին դատաստանը չէ, որով կորսվում են այո մեղավորները։ Սկսած այստեղից Աստված դատաստաններ է անում բոլոր մեղավորների վրա։ Օրինակ, եթե հիշում եք Սոդոմ եւ Գոմորի վրա դատաստան արեց Աստված։ Այո։ Սակայն ամբողջ հարցն այն է, որ միշտ չէ, որ Աստված անարդար մարդկանց, անհավատներին իրենց կյանքի ընթացքում դատաստան է անում։ Սա մեծ առեղծված է։ Թե ինչու Աստված թույլ է տալիս, որ այսքան անիրավություններ կատարվեն երկրի վրա եւ հենց այնպես անցնեն։ Այո։ Սա մեծ առեղծված է եւ այս հարցը միայն մեզ չէ որ ուզում է։ 73 Սաղմոսում Սաղմոս 2 նույնպես այս հարցը վերում է Աստծո դեմ եւ ասում ինչպես եղավ որ այս անիրավություն գործողները բարեկեցեն երկրի վրա։ Այո։ Եվ Աստված նորից չի պատասխանում այս Սաղմոսի մեջ, այլ ցույց է տալիս այդ անիրավի վերջը, թե ինչպիսին է լինելու այդ անիրավի վերջը։ Իսկ այդ վերջը, ինչպես ասացի, դժոխք է լինելու։ Այո։ Այդ կապակցությամբ ճիշտ հետեւյալ համարները կան Սուրբ գրքի մեջ, վերջի մարգարեության մեջ է գրված Մաղաքիայի, որ հարց են տալիս, որ մարդիկ
իրենց ուզածին նման ապրում են եւ նրանց ոչինչ չի լինում, բայց շատ մարդիկ էլ որ ասենք աստվածապաշտ են, նրանց հետ տարօրինակ բաներ են կատարվում, չէ՞։ Հիմա մենք հպարտների երանի կասենք։ Անբարեշտություն անողներն անգամ բարեշեն կլինեն։ Աստված էլ կփորձեն ու կազատեն։ Եվ ասում է Տիրոջից վախցողները իրար հետ խոսեցին։ Մաղաքիայի, ուրեմն 3-րդ գլուխ 15 համարից։ Եվ ասում է իր արչիվ հիշատակի գիրք գրվեց Տիրոջ մե վախցողներու համար եւ նրա անվանը մտածողներու համար։ Ինչ է ասում։ Այն օրը, երբ իմ սեփական գանձը ժողովեմ, իրենց պիտի խնայեմ։ Ում, ովքեր որ Աստծուն փառավորում են եւ հավատում են։ Ինչպես մարդ մը կխնայի իր որդին, որ իրեն ծառայություն կնե, եւ պիտի դառնաք ու արդարին եւ ամբարիշտին, Աստծուն ծառայություն անողին եւ չանողին տարբերությունը պիտի տեսնեք։ Ուրեմն հաճախ այս կյանքի մեջ այդ տարբերությունը չի երևում։ Չի երևում։ Շատ հաճախ չի երևում։ Այո։ Եվ Հիսուսը արագ պատմեց Ցորենի եւ Որոմի առակը։ Այո։ Երբ Որոմը մոլախոտ է, որը շատ նման է Ցորենին, եւ սակայն այն դժվար է տարբերել Ցորենից։ Եվ ծառաներն ասացին՝ թույլ տուր գնանք հանենք մոլախոտերը Որոմը։ Տանտերն ասաց՝ ոչ, թող միասին աճեն, եւ երբ հունսկի ժամանակը գա, Որոմը կրակը կլցնենք, կհավաքենք, առանձնացնենք, իսկ Ցորենը ամբարը կլցնենք։ Ուրեմն Աստված թույլ է տալիս, որ միասին աճեն, միասին ապրեն ամբարիշտը եւ արդարը։ Արդարը այսինքն Հիսուսով արդարացած, քանի որ բնությամբ ոչ մեկ արդար չէ։ Այո։ Եվ բացի այդ, մեր Տեր Աստվածը երկայնամիտ Աստված է։ Նա համբերող Աստված է։ Հələ մենք կարող ենք հիշել մինչև մեր ապաշխարելը, թե մենք ինչպիսին էինք, բայց Աստված համբերեց։ Եթե այն ժամանակ Աստված մեզ պատժեր, գուցե մենք չհասնեինք ապաշխարության։ Անշուշտ չէինք հասնել։ Այո։ Այդ պատճառով էլ շատ հաճախ Աստված համբերում է։ Համբերում է եւ հետաձգում է շատ ժամանակ այդ պատիժը ամբարիշտին հասցվելիք, որպիսի չվնասի հավատացյալին, քանի որ հավատացյալներն ու անհավատները իրար փոխշահկապված են, ինչպես Ցորենն ու Որոմը մի դաշտում աճող միասին։ Այդ պատճառով էլ Աստված համբերում է։ Եվ բացի այդ, այս երկրի վրա սատանային իշխանությունը տրված։ Մեծ իշխանություն, որ ինչ ուզի պիտի անի։ Եվ նա ինչ ուզում անում է։ Եվ չնայած դրան, ինչ էլ որ նա անի, միևնույն է նա չի կարող Աստծո կամքից դուրս գալ։ Քանի որ այն ամենը ինչ սատանան անում է, Աստված շուռ է տալիս դեպի օգուտի բարի գործակից է անում հավատացյալին, ովքեր սիրում են նրան։ Հռոմեացիս 8:28 համարում է։ Ամեն բան բարի գործակից կլինեն անոնց, որ Աստված կճաշնա։ Ամեն։ Այս կապակցությամբ Հոբ երանելի օրինակը կա։ Հոբ երանելին Աստվածապաշտ մի մարդ, սակայն ինչ փորձություններ եկավ իր վրա եւ Աստված թույլ տվեց։ Երկրավոր փորձություններ էր։ Սատանան իր 10 զավակներին սպանեց։ Իր ամբողջ ունեցվածքը գնաց։ Անկամ այդ մարդը, որ իր շրջանի մեջ պատվավոր մի մարդ էր, ճանաչված մի մարդ էր, դարձավ մի անտունի նման, վերքերով լեցուն եւ քորվում էր եւ սարսափելի մի վիճակի մեջ էր, բայց իր շրթունքները երբեք Տիրոջ դեմ չխոսեցին։ Անկամ իր անզգակինը, երբ որ եկավ ասավ, այլ ինչ է սպասում, Աստուն հայուի եւ մեռի գնա, ասավ ով անզգամ կին, Աստծո ձեռքից բարիքները առնենք եւ չարիքները չառնենք, թեև Աստված այդ չարիքները չբերեց նրան, թույլ տվեց միայն կատարվելու, եւ Հոբը վերջում ասաց. ինձ սքանչելի բաներ կլներ ու ես չգիտեի։ Աստված բարի գործակից դարձրեց։ Դրանից հետո ինքը նորից 10 երեխա ունեցավ։ Իր ունեցվածքից ավելին ունեցավ։ Ուրեմն շատ ճիշտ է, որ այս կյանքի մեջ հաճախ իրավիճակները կարող են խաբուսիկ թվալ։ Այսինչ մարդը աստվածապաշտ է, բայց մեծ դժվարություններով է անցնում, նեղություններով։ Մյուսն էլ Աստված չի ճանաչում եւ բարեկեցիկ է շատ։ Ուր է քո Աստվածդ, չէ՞։ Այսպես հարց տվողներ շատ կան։ Բայց գոյություն ունի մի օր, որ Աստված արդարությամբ պիտի դատի աշխարհը։ Այն մարդու ձեռքով, որ որոշեց, եւ այդ մարդը Տեր Հիսուս Քրիստոս է։ Եվ ոչ միայն անհավատներ, անզգամներն են հաճախ պատժվում։ Հաճախ չեն պատժվում, բայց հաճախ պատժվում։ Այլև
հավատացյալները նեղությունների մեջով են անցնում, որ կարծես թե նրանք եւս ինչ որ դատաստանի մեջով են անցնում, ինչ որ նեղության մեջով են անցնում։ Սակայն եթե անզգամի վրա, անհավատի վրա Աստծո դատաստանը դա Աստծո բարկության արդյունքն է, նրան պատժելու համար է, նրան հատուցում տալու համար է, ապա հավատացյալը երբ նեղության մեջ է, դա երբեք Աստծո բարկությունից չի գալիս, քանի որ առաքյալն ասում է մեզ բարկության համար չորոշեց, այլ փրկության համար Հիսուս Քրիստոսով։ Հետևաբար այդ նեղությունները դրանք միայն ուղղելու համար են հավատացյալին։ Միայն հաճախ ինչպես ամպրոպ անամպ երկնքից նեղությունը գալիս է եւ չենք հասկանում թե ինչ է։ Բանն այն է որ Աստված մեզ նեղությամբ պահում է մեղքից, մեզ դասեր է տալիս որպեսզի կարողանանք խուսափել մեղքի մեջ ընկնելուց եւ հաճախ մեղքը հոգեվոր բնույթ ունի։ Շատ հաճախ մենք գուցե չենք էլ հասկանում թե ինչ մեղք գործեցինք թե չէ, բայց Աստծո աչքի առջև մենք մեղք գործեցինք։ Եվ Աստված պետք է այնպես անի որպեսզի դա չկրկնվի նորից։ Եվ ամենակարևորը, երբ մենք նեղությունների մեջ ենք, երբ փորձում ենք մեր անձով դիմադրել այդ նեղություններին, պարտադիր կերպով տապալվում ենք։ Պարտադիր կերպով, քանի որ մեր անձն այնքան թույլ անձ է, որ մենք չենք կարող այդ նեղություններից, երբ սատանան հարձակվում է, մենք չենք կարող ինքներս հաղթահարել սատանային։ Եվ հանկարծ հասկանում ենք, որ միայն Աստծո մոտ, միայն Հիսուս Քրիստոսի մեջ լինելով է, որ մենք կարողանանք հաղթահարել այդ նեղությունը, հաղթահարել սատանային։ Եվ այդ իրավիճակների մեջ կատարված բաները հավատացյալի հետ, սրանք խրատի համար են։ Օրինակ Եբրայեցիս թղթի 12 գլխի մեջ առաքյալ այսպես է գրում. Որդյակիմ, Տիրոջ խրատը մի անարգեր եւ նրանից հանդիմանելով մի թուլանար։ Այսինքն այդ խրատը կլինի, բայց մի թուլացի։ Քո օգուտի համար է։ Վասնզի Տերը իր սիրածին կխրատե եւ կծեծե ամեն մեկ որդի, որ կընդունի։ Եթե խրատի համբերեք, Աստված ձեզ հետ որպես թե որդիների հետ պիտի վարվի։ Քանզի որ որդին է, որ իր հորից չի պատժվի, չէ՞։ Իսկ եթե դուք առանց խրատի լինեք, ուրեմն ամենքդ մաստաղից եղաք եւ եթե առանց խրատի մնաք, ուրեմն խորթ եք։ Ուրեմն երբ որ խրատը լինում է, հասկանում եք, որ Տիրոջից խրատվեցինք, դա մեզ համար Աստված բարի գործակից պիտի դարձնի ու պիտի շտկվենք։ Իր ուզածի ձևով պիտի լինի։ Եվ Աստծո ամենամեծ ուզածը այն է, որ մենք մնանք Հիսուս Քրիստոսի մեջ։ Սա ամենամեծ Աստծո ցանկությունն է։ Եվ ամեն ինչ ուղղված է սրան, որ մենք մնանք լինենք Հիսուս Քրիստոսի մեջ, քանի որ Տերն ինքն ասաց. «Իմ մեջ մնացեք եւ ես ձեր մեջ»։ Այլ կերպ ասած, իր պատվիրանների մեջ։ Իր պատվիրանների մեջ, այո, սա է նշանակում։ Եթե վերցանենք, իբր։ Այո, եթե ավելի մանրամասնեցնենք, եւ ամբողջ այս քարոզների իմաստը, այս հաղորդաշարի իմաստը օգնելն է հավատացյալներին, որպեսզի մնան Հիսուսի մեջ, իսկ նրանք, ովքեր չեն հավատում, նրանց օգնեն, որ հավատան եւ նրանք էլ մտնեն Հիսուսի մեջ։ Քանի որ միայն այսպես կարող ենք մենք դիմադրել սատանային։ Միայն այս կյանքում Հիսուսի մեջ լինելով, որ մենք կարող ենք դիմադրել սատանային։ Բայց այսօր ես կուզենայի նաեւ մի հարցի մասին խոսել։ Օրինակ, երբ Աստված դատաստան է տենում անհնազանդ քաղաքներին եւ ժողովուրդներին, Աստված երբեք չի առանձնացնում այդ քաղաքների մեջ եղող, ասենք, երեխաներին եւ մեծահասակներին, որովհետեւ հիմա շատերն օրինակ կարող են հարց տալ, թե լավ այդ Սոդոմ Գոմորում երեխաներ կային, որոնք մաս չունեին իրենց ծնողների մեղքից։ Ինչպես եղավ, որ սատանան, որ Աստված չառանձնացրեց այդ երեխաներին եւս պատժեց։ Եվ այս մտքերի հիման վրա կարելի է նաեւ մեկ ուրիշ հարց բերել, որը հաճախ են մեզ տալիս մարդիկ, երբ փոքր երեխան է մահանում, ասենք կրծքեր երեխան, ուր է գնում նա։ Եվ արդյոք դատաստանի առջև պիտի կանգնի այդ երեխան։ Բանն այն է, որ այս հարցերի պատասխանը հստակ նույնպես Աստվածաշունչը չի տալիս, սակայն որոշ նկատառումներ կան, որոնց վրա հիմնելով մենք կարող ենք ենթադրություններ անել։ Օրինակ, տես եղբայր, երբ Աբրահամն իմացավ, որ պետք է Սոդոմն ու Գոմորը վերացվեն, երբեք չփորձեց Աստծուն կանգնեցնել, ասելով, թե այնտեղ երեխաներ կան։ Այլ ասաց, որ այնտեղ արդարներ կարող են լինել։
Եվ Աստված համաձայնվեց, որ եթե ընդամենը 10 արդար լինեն, խնայի այդ քաղաքները։ Սակայն իհարկե մեկը գտնվեց Ղովտը եւ որին հանեց քաղաքից։ Հիմա եթե մարդը ծնվում է բնությամբ մեղավոր, ադամական մեղքը վրան եւ մահանում է։ Աստված արդյոք նրան պետք է դատի որպես Ադամ, քանի որ Ադամի մեղքը կար նրա վրա։ Եթե որպես Ադամ պիտի դատի, ապա այդ երեխան չի կարող դժոխք գնալ, քանի որ մեր նախահայրը նաև արդարացավ ապաշխարությամբ։ Քանի որ եթե նա արդարացած չլիներ, իր հավատքը չէր կարողանալու փոխանցել իր որդիներին։ Կոնկրետ մյուս Աբելին օրինակ։ Դրա համար նա արդարացավ Աստծո առջև։ Եվ մեկ ուրիշ նկատառում, որ մինչև երեխայի ծնվելը Աստված արդեն տեսնում է այդ ամբողջ երեխային, ամբողջ մարդուն է տեսնում։ Եվ եթե մենք երեխային նայելով մի փոքրիկ անմեղ մի սիրելի էակ ենք տեսնում, ապա Աստված այդ նույն երեխային նայելով տեսնում է նրա ամբողջ կյանքը։ Այո։ Ամբողջ կյանքն է տեսնում, նրա գործերն է տեսնում, նրա գործած մեղքերն է տեսնում։ Աստված նաև տեսնում է այդ երեխան պիտի գա իրեն, թե ոչ։ Եվ հետևաբար այդտեղ գոյություն ունի Աստվածային նախասահմանության հարցը, իր կանխագիտությամբ ինքը գիտի։ Միայն իր կանխագիտությամբ։ Հետևաբար նաև իր կենաց գրքում գրում է կամ չի գրում։ Եվ շատեն հարցնում են, ուր ենք մենք միջև մեր ծնվելը։ Շատեն են հարցնում։ Օրինակ Արևելյան կրոնի եւ նոր դարաշրջանականների հետևորդները ասում են, թե այս կամ այն կենթանու մեջ էինք։ Դա սատանայական խաբերություն է։ Այո։ Մենք Աստծո մտքում էինք։ Եվ այն պահից, երբ մայրական ձվաբջիջը բեղնավորվելով սկիզբ է տալիս մարդուն, արդեն մարդը գոյություն ունի, երրյակ բնությամբ է եւ Աստծո իրավասության տակ է ամբողջությամբ։ Եվ օրինակի համար ինչ ասաց Մարգարեին Աստված։ Սա Երեմիա 1:5-ն է, քեզ որովայնի մեջ չստեղծած քեզ իմացա, ու քո մորդ արգանդից չելած քեզ սրբեցի, քեզ ազգերի մարգարե արեցի։ Այսպիսով Աստված տեսնում է այդ երեխային, եւ եթե երեխան մահացած է, շուտ է մահանում, ապա միևնույն է Աստված գիտի նա ինչպես կապրեր։ Այո, մենք եւ որ չգիտենք, մենք որ չենք եւ չենք կարող այդ կապակցությամբ որևէ դատողություն անել կամ բացատրություն տալ, քանի որ Աստվածաշունչը, ասենք, հստակ պատասխան չի տալիս, բայց կարևորը նա է, որ մարդը երբ որ գիտակից է, Աստվածաշունչը արդեն խոսում է խիստ որոշակի ձևով, ասելով, որ ով մեղավոր մարդ, դու քանի որ ադամական մեղքով ծնունդ ունես եւ այդ մեղքի իբրև արդյունք նաեւ մեղքեր ես գործում, փրկիչի պետքություն ունես, որովհետեւ գրված է մեղքի վարձքը մահ է, բայց ձերի Աստծո ձերի պարգևը կյանք հավիտենական։ Հետևաբար այն ինչ որ հստակ է եւ Աստված այդ որոշումը տվել է, մենք այսօր կարող ենք կարդալ, հասկանալ եւ ուրիշներին փոխանցել։ Հետաքրքիր մի համար կա Հովանու 3-րդ գլուխ եւ 26 համարի մեջ։ Նա որ որդին կհավատա, այսինքն Հիսուս Քրիստոսին, հավիտենական կյանք ունի, եւ նա որ որդին չի հնազանդվիր, նա կյանք չպիտի տեսնի եւ Աստծո բարկությունը նրա վրա կմնա։ Աստծո բարկությունը կմնա նրա վրա։ Այսինքն չի նշանակում այս պահին առաջացավ այդ բարկությունը։ Կար եւ այդ բարկությունը նրա վրա կմնա, քանի որ Հիսուսին չի ընդունել, չի հավատացել որպես Տեր եւ Փրկիչ։ Ուրիշ շատ համարներ կան, պարգև եղբայր, որոնք վկայում են այդ մասին, որ Աստծո բարկությունը եկած հասած է մարդկությանը եւ Աստված սիրում է մարդուն։ Աստված չի ուզում, որ որևէ մեկը կորցվի։ Պետրոս առաքյալը այդպես է գրում, այլ միջոցներ են անում, երկայնամիտ է, սպասում է, որ մարդիկ խոսքը լսելով, իրենց սրտերը խոնարհեցնեն, Տիրոջը գան, բայց պատկերացնենք հետեւյալը. մարդը իր ամբողջ կյանքի ընթացքում լսեց, չնազանդվեց, ի վերջո այս կյանքից առանց Տիրոջը գտնելու հեռացավ։ Աստուն այլևս ինչ է մնում։ Արդար դատաստան։ Եվ այդ որոշումը ընդունելը, Տեր Հիսուսին իբրև Փրկիչ ընդունելը, սա զողությունների մի մեծ շարան չի պահանջում մեզանից, այլ ընդհակառակը Աստված չի ասում այս պիտի անես, այն պիտի անես։
Սրտովը հավատա, բերնովը խոստովանի, ընդունի այդ կատարված իրականությունը։ Փրկությունը քեզ համար կատարված վերջացած է, վերցրու ձրի է։ Վերցրու ձրի է։ Եվ մեկը կա, որ կարող է միայն դատաստանից ազատել։ Առաջի Թեսաղոնիկեցիս առաջի գլուխ 10-րդ համարը այսպես է ասում. Եվ սпасելու նրա որդիի երկնքից գալուն, որ ինքը մեռելներից հարուցանեց, այսինքն Հիսուսը, որ կազատե մեզ գալու բարկությունից։ Ահա պատասխանը, որևէ մեկը կարող է մեզ ազատել։ Մենք կարող ենք մեր երեխաներին ազատել այդ բարկությունից։ Ոչ։ Աստված ամեն մարդու մեջ ազատ կամք է դրել։ Ազատ ընտրություն։ Մարդը գիտի բարին այո ասել, չարին ոչ։ Ընտրել լավը կամ վատը, չէ՞։ Այնպես էլ Աստված մարդու մեջ դրած ազատ կամքով ուզում է, որ ընտրություն կատարեն։ Եթե մարդը Աստծուն չի ընտրել, Հիսուսին փրկիչ չի ընդունել, ինքնըստինքյան նա ընտրված է մնում մեկի հետ, որ ինքը երբևէ չի ուզենա իմանա։ Եվ Աստվածաշունչը որքան էլ գուցե տարօրինակ թվա շատերին, սակայն բարկության մասին ավելի է խոսում։ Այո։ Քան թե սիրո մասին։ Քանի որ շատ Աստված շատ ամեն ինչ տվեց, ամեն ինչ արեց, որպեսզի այդ բարկությունից անհնազանդ մարդուն ազատի։ Այո։ Եվ Աստծո բարկությունը Աստծո սիրուց է բխում, ինչպես արդեն ասացինք, քանի որ բոլոր ապստամբները խանգարում են Աստծո ծրագրին։ Եթե Աստված իրենց հնազանդներին տանում է այն ուղիով, որը ինքն է պատրաստել, ապա անհնազանդները խանգարում են դրան։ Ահա թե ինչու Աստծո բարկությունը մեծ է եւ ինչ են անեն ամբարիշտները, Աստծո բարկությունը իրենց վրա արդեն ամենաշատն է, քանի որ նրանք չեն ընդունել Հիսուսին։ Մաքսիմում հնարավոր ամենաշատ բարկությունը Աստծո նրանց վրա է, քանի որ չեն ընդունել Հիսուսին, եւ Աստված նրանց պիտի դատի այդ բարկության համեմատ։ Մենք նշեցինք, որ բարկություն ըստ ադամական մեղքի եւ այն չխոստովանելու համար եւ նաեւ իրենց կատարած գործերը իրենց ուսերին դարձվում է, ինչ են կարծում, արդյոք Հիտլերը պիտի նույն պատիժը ստանա, ինչ որ ասենք, մեկը, որ այս կյանքի մեջ շատ բարի ձևով ապրեց, մարդկայնորեն բարի, մարդկայնորեն բարի ապրեց եւ ինքը իր շրջապատի մեջ էլ լավ վկայված մեկը եղավ, ինչպես ասում են մրջունի վրա էլ չտորորեց, բայց Հիսուսին քանի որ չընդունեց, իր դատաստանը դրա համար եկավ։ Բայց մյուս կողմից կան մարդիկ, որ իրապես սատանայի հոգիով լեցված մարդկության հանդեպ ոտնձգություններ կատարեցին։ Հիտլերը միլիոնավոր մարդկանց սպանեց, այդպիսին եղավ Ստալինը եւ շատ դիկտատորներ եղան։ Նաեւ սեպտեմբեր 11-ի դեպքերը տեսանք։ Սատանայի հոգիով լեցված, ինչպիսի մարդ ասելը քիչ է նրանց։ Այսինքն նրանք այդ չափանիշին չեն կարող հասնել մարդ կոչվելու։ Այդ գազանները ինչեր գործադրեցին սեպտեմբեր 11-ին։ Արդյոք նրանց դատաստանը նույնպիսին պիտի լինի։ Իշն ասած դատաստանի օրը այո Աստված պետք է դնի բոլորի գործերն իրանց դեմ։ Այո ցույց տա որ արդար է իր դատը։ Անշուշտ, այո։ Եվ ոչ մեկ չպետք է ասի չէ, արդար չէր, ինչ որ բան ես սենց չէր, նես չէր եղել։ Ոչ, բոլոր արդար է։ Ոչ մեկ չպիտի կարողանա ասել իմ դատն արդար չեղավ։ Պիտի ասեն արդար է եւ բոլորը պիտի Տեր խոստովանեն Հիսուսին։ Այո, ամեն ծուղ պիտի ծռեն։ Այո։ Բոլորը պիտի ծուղ ծռեն։ Բայց դա արդեն որպես կատարված փաստ է, դա ոչ թե հավատքից է սատանան ծունկ ծռելու եւ Տեր խոստովանելու, այլ որտեղ տեսնելով դա փաստ է, նա Տեր է։ Ամբողջ տեզերքի Տերն է։ Սակայն դա պիտի տեղի ունենա այն ժամանակ, երբ արդեն դատվեն, երբ արդեն ուրիշ ճար չի լինելու, առայժմ նրանց ազատություն է տրված, գործելու եւ ամբարիշտ մարդուն եւ դևերին, սատանաներին ամբողջ այդ Աստծոն ապստամբ հոգևոր ուժերին ազատություն է տրված եւ նրանք ազատ գործում են, սակայն կանգնելու է միտեղ։ Աստված օր է որոշել, որ պիտի կանգնես եւ դատի նրանց բոլորին։ Եվ իհարկե երբ որ ծունկ ծռեն, դրանից իրենց վիճակը չի փոխվելու։ Այսինքն փրկություն չի կարող ժառանգել, որովհետեւ գրված է մարդուն սահմանված է մեկ անգամ մեռնել, որից հետո դատաստան։ Գոյություն չունի խավարան, գոյություն չունի լիմպոս, սրանք մտածածին
տեղեր են, այսինքն մի տեղ, որ ոմանք այդպես են նշում, որ երկրորդ հնարավորությունն է տրվում։ Այդպիսի բան չկա, որտեղ գրված է մայից հետո գործ խորհուրդ չի մնում։ Ինչ որ կա, այս կյանքի մեջ պիտի որոշվի, մարդը այս կյանքի մեջ պատրաստություն պիտի տեսնի իր հավիտենականությունը մտնելու։ Թե որտեղ արդեն ինքը պիտի որոշի։ Աստծո բարկությունը միայն այս կյանքում կարելի է հեռացնել մարդու վրայից։ Այո։ Կյանքից դուրս բարկությունը մնում է այնքան ինչքան որ եղել է նրա ողջ ժամանակ։ Եթե բարկությունը մնացել է մինչև այդ մարդու մահանալը, ապա այդ նույն բարկությունը մնում է նրա վրա։ Մինչև դատաստանի օրը, եւ այդ բարկությամբ մարդը կանգնելու է դատաստանի առաջ։ Ի տարբերություն հավատացյալների բոլոր նրանց, ովքեր ընդունել են Հիսուսի արյունը իրենց վրա։ Նրանք դատաստանի առջև ջերմակ աթոռի առաջ չպետք է կանգնեն։ Նրանց համար լինելու է գործերի քննություն, որովհետեւ Աստծո արքայության մեջ շահեն կամ կորցնեն։ Բոլորը պիտի մտնեն Աստծո արքայություն, Աստծո ներկայության մեջ։ Բոլոր հավատացողները։ Սակայն մեկը պիտի շահի, մեկը պիտի կորցնի, այս սրա համար է լինելու գործերի քննությունը։ Բայց ոչ երբեք հավատացյալին կորցնելու կամ դատելու համար, ոնց որ ջերմակ աթոռի դատաստանն է լինելու։ Այո, շատ հստակ է Աստծո դատաստանները եւ այն կատարյալ արդարությամբ է։ Այսօր աշխարհի մեջ շատ դատարաններ կան եւ շատ պրոֆեսիոնալ դատավորներ կան, բայց շատ հաճախ էլ նրանք սխալվում են։ Սակայն կա արդար մեկը, որի դատաստանները անքննելի եւ անզննելի են եւ կատարյալ արդար են։ Եվ դա մեր սիրելի Փրկչի Հիսուս Քրիստոսի ձեռքով կատարվելիք դատաստանն է, որովհետև գրված է. Հայրը մեկին չի դատում, ամեն դատաստան որդուն է տվել, որպեսզի բոլորը որդուն պատվեն։ Որովհետև որդու արյունը չընդունեցին, որդին էլ դրա համար պիտի դատի, որ ով մարտարարած, ես քեզ համար աշխարհ եկա, ես քեզ համար մեռա խաչի վրա, իմ արյունս թափվեց թանկագին։ Մենք մեր երակների մեջ ադամական բնության արյունն է հոսում, որ մեղավոր արյուն է բոլորին է, բայց Հիսուս իր մեջ մեղք չուներ։ Եվ որևէ մեղք ուզեցին իր վրա փնտրել, իր վրա էլ մեղք չգտան, ինքը արդար էր, բայց դատեցին, խաչեցին։ Այդ ամենը մեզ համար եղավ, մարդկության համար եղավ, փրկության համար եղավ։ Եվ հա դատաստանը պիտի լինի Հիսուսի արյունը չընդունելու համար։ Եվ այն պահը, երբ հավատացյալները ծունկի են գալիս եւ ընդունում են Հիսուսի արյունը իրենց վրա, այսինքն իրենց սրտի խորքում հավատում են, որ Հիսուսը գերեզմանից հարություն առավ եւ բերանով խոստովանում են, այդ պահին լինում վերջանում է իրենց դատաստանը, այսինքն այն բարկությունը անմիջապես վերանում է նրանց վրայից։ Ահա թե ինչու Աստված համբերում է, որպեսզի մարդուն բերի ապաշխարության, այո, որպեսզի այդ բարկությունը վերցնի նրա վրայից։ Այո։ Եվ ինչպես կարդացինք, այդ բարկությունից ազատողը միայն Տեր Հիսուս Քրիստոս է, այսօր Աստված հրավիրում է բոլոր մարդկանց։ Աստծո ճշմարիտ խոսքը ամբողջ աշխարհում քարոզում է եւ դրա համար Աստված գործածում է նաեւ լրատվական միջոցները, անգամ հեռուստատեսությունը, ռադիոն, թերթերը, բոլոր գրամիջոցները, այսօր շատ հոգեվոր գրքեր են հրատարակվում, որոնց գլխավոր նպատակը Աստծուց օտարացած, Աստծու բարկության տակ եղող մարդուն դեպի Աստծուն հրավիրել։ Աստված սիրում է մարտարարածին, Աստված երբեք չի ուզում որևէ մեկը կորսվի, որևէ մեկը այդ ահեղ դատաստանի առջև կանգնի, բայց պայման կա։ Մեկ պայման եւ խիստ ընդունելի, որ մեկը ուրախությամբ պիտի գա դրան։ Ախր ինչ արգել կա իրեն արգելող, միայն թե հավատա։ Հավատա Տեր Հիսուսին, նրա կատարած սքանչելի փրկagorցյանը եւ ինքը այդ բարկությունից ազատվելով պիտի աստվածային սերը ու այդ քաղցրությունը ճաշակի նաեւ հավիտենական կյանքը, որ ապագայի համար պահված է։ Շատ պարզ է, շատ պարզ է։ Փրկության մեխանիզմը այնքան պարզեցրեց Աստված, չափազանց պարզեցրեց, որպեսզի բոլորին հասանելի լինի, անխտիր բոլորին հասանելի լինի։ Շատ պարզ, շատ անմիջական միջոց է այդ բարկության տակից դուրս գալը։ Այդքան պարզ լինելով հանդերձ երբ մտածում ես, թե ինչքան մեծ սարսափների մեջից ես ազատվում, պարզապես զարմանալ կարելի է։ Այդքան պարզ միջոցով, այսքան մեծ
տառապանքից ազատվեցիր։ Այստեղ է որ հասկանան մարդիկ, հասկանան որ բարկություն կա իրենց վրա, որ իրենց ֆիզիկական մարմինը մեռնելով իրենք չեն վերանում։ Իրանք շարունակում են լինել։ Շատ տեղին հիշեցիր, որ Աստված հեշտացրեց, ոչ թե հեշտ է այդ բարկությունից ազատվելը, այլ Աստված հեշտացրեց, որովհետև այն ինչ պետք էր վճարվեր դրա դիմաց, Աստված ինքը վճարեց։ Եվ մարդուն մնում է միայն ընդունելու, ասելու որ միայն ընդունել։ Տեր Հիսուս, ես իմ սիրտս քո առջևդ բացում եմ։ Արի եւ բնակվի եւ եղիր իմ Տերես ու իմ Փրկիչս։ Եվ Տեր Հիսուս պատրաստ է գալու իր հոգիով բնակվելու եւ օր-օրի մարդուն մաքրելով դեպի հավիտենականություն հասցնի։ Պարքև եղբայր 1 ժամ եղավ արդեն այս մասին խոսեցինք, թեև եթե ավելի տարածական քննենք Աստծո բարկությունը կարող ենք շատ ավելին խոսել, կարծում եմ այսօրվա համար բավարար է, մենք հասանք հաղորդման կարելի ասել կուլմինացիոն կետին, որ կարելի է մեկ քայլով այդ բարկության տակից դուրս գալ, Աստծո բարկության տակից եւ Աստծո ընտանիքի անդամ դառնալ եւ Աստծո սերը եւ քաղցրությունը ճաշակել։ Հիմա մենք այդ հնարավորությունն ունենք, սիրելի հերոստատիտողներ, նրանք ովքեր որ պատրաստ են, հոժար սիրտ է ուզում Աստված, ուզում է որ այդ հավատալը սրտով լինի, սրտովդ հավատա եւ բերնովդ խոստովանի Տեր Հիսուսին իբրև Տեր եւ Փրկիչ, այդ բարկությունից պիտի ազատվես եւ Տերը քեզ հետ գործ ունի անելու։ Պարքև եղբայր, խնդրում եմ աղոթք անես բոլորիս համար, մենք էլ ամեն ասենք։ Աման Փորի Որդու եւ Սուրբ Հոգու ամեն փառք, գոհություն եւ շնորհակալություն քեզ Տեր երկնավոր, որ քու կյանքը դրեցիր մեր համար խաչի վրա Տերես, որ ճանապարհ բացեցիր մեզ Հոր Աստծո բարկության տակից ազատվելու համար Տեր։ Շնորհակալ ենք քեզ դրա համար, Հայր։ Խնդրում եմ քեզ Տեր, դու խոսա այն մարդկանց սրտերին, ովքեր այս պահին նայում են այս հաղորդումը, եւ դուր որ կրկնեն այս խոսքերը։ Տեր Հիսուս, ընդունում եմ, որ ես մեղավոր եմ, որ դու իմ փոխարեն խաչի վրա մեռար, որ այն ամբողջ բարկությունը, որ ինձ վրա էր, քո վրա դրվեց Տեր։ Հավատում եմ ես քեզ, հավատում եմ քո թափած արյանը Տեր, խնդրում եմ արի իմ կյանք, եղիր իմ կյանքի Տերը, դու ինձ առաջնորդիր այս կյանքում, մինչև քո լույս գալուստը, երբ քեզ պետք է տեսնենք դեմ արդեմ, ամեն։ Ամեն։ Սիրելի հերոստատիտողներ, նրանք ովքեր որ այս որոշումը ընդունեցին եւ Տեր Հիսուսին իբրև իրենց Տեր եւ Փրկիչ ընդունեցին, Աստվածային սերը վայելեցեք, քալեցեք Տիրոջ հետ, եւ Տերը մեծ խոստումներ ունի, եւ անշուշտ այս ապաշխարությունը ձեր պիտի լինի առաջի քայլը ձեր փրկության, որից հետո պետքություն ունեք ամենօրյա ապաշխարության, ամեն կատարած մեղքերի համար խոստովանության եւ Հիսուս Քրիստոսի արյունը ձեզ ամեն մեղքերից պիտի սրբի եւ իր սրբությանը հաղորդ դարձնելով միջև հավիտենականություն պիտի առաջնորդի։ Տերը օրհնի բոլորիդ, ամեն։ Ամեն։